Գագիկ Ծառուկյանը հերթական հանդիպումն է անցկացնում թիմակիցների հետ։ Նպատակը կատարած աշխատանքների ամփոփումն ու առաջիկա անելիքների նախանշումն է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը գոհունակությամբ է արձանագրում։ Ամենօրյա ջերմ շփումները քաղաքացիների հետ վկայում են այն մասին, որ իրենց քաղաքական ուժի նկատմամբ վստահությունն աննախադեպ բարձր է։ Առաջին հերթին ուզում եմ սրտե ձեր բոլորին ողջունել, իմ թիմակիցներ, շատ լավ ծրագիր ենք կազմել, շատ լավ թիմ ունենք, շատ լավ համակիրներ, այսօր շրջելով Հայաստանով մեկ, զրուցելով, տեսնելով, դա ոչ թե միայն ես եմ ասում, այլ հանրությունը, երևի դուք էլ լսած կլնեք, որ իրոք շատ տպավորված են մեր ծրագրով, մեր մոտեցմամբ, մեր առաջարկով, մեր քարոզարշավով, որտեղ մենք խոսում ենք հայերեն լեզվով, լիարժեք մարդու խնդիրը, պրոբլեմը, լուծումը, մենք պետք է կարողանանք հիմա լիարժեք այս կարճ ժամանակում շփվելով մարդկանց հետ ներկայացնել մեր ծրագիրը, ամենակարևորագույն կետերը, մեկ առ մեկ իրենց տեղյակ պահելով ու իմանալով, որ մեր խոսքը գործ է, որ մենք ինչ ասենք տեղյակ ենք, տիրապետում ենք եւ ամբողջ կյանքում ինչ ասել ենք իրականություն ենք դարձել։ Քիչ ասել ենք, շատ արել ենք։ Այսօր նույնն է, որ մենք օդի մեջ բաներ չենք ասում, դադարք չենք խոսում, ունենք բոլոր հարցերի պատասխանը եւ ոչ թե ասենք թե վիրավորելով մարդկանց, վախացնելով, այլ հասկանալի ընկալի լեզվով բացատրում ենք, ասում ենք, ներկայացնում ենք մեր ցանկությունն է, որ մենք կարողանանք մեր ժողովրդին այս խեղճությունից հանել, կարողանանք զարգացնել, հենց դրա համար էլ մեր կարգախոսը երաշխավորած խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ Առաջարկ Հայաստանին համաժողովրդական ծրագիր է, որով ԲՀԿ-ն Մայր Հայաստան եւ ժողովրդական այլընտրանք կուսակցությունների հետ մասնակցում է խորհրդարանի ընտրությանը, սոսկ նախընտրական խոստումների շարք չէ, այլ երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործնական ուղեցույց։ Այնտեղ առաջարկվող լուծումները համահունչ են հանրության իրական պահանջներին։ Մեզ 7 օրը առավոտից երեկո։ Լսեք մարդու դարդուցավը խնդիրը։ Կարող է մարդը լավ հարց է ասում, պրոբլեմ խնդիր ասում, մենք պետք է դա նույնպես արձանագրենք մեզ մոտ։ Ոչ մի լավ բան պետք է դուրս չթողենք։ Քանի որ օր-օրի այդ վստահությունը, հավատքը կա ժողովրդի մեջ։ Դե ժողովուրդը մտածել եմ Ծառուկյանն է կարող է մինչև վերջ չգնա։ Ու մանավանդ այդ նայելով, որ այսօր ընկել են արդեն մեր թիմակիցների հետևից տեղին անտեղին թիմին վախացնելու, ես ձեզ հանձնարարել եմ մեկ անգամ եւս հանձնարարում եմ։ Շատ ու շատ իր անմիջապես կենտրոնական գրասենյակ տեղակ եք պահում։ Տրամադրում եք փաստաբաններ, թիմով կողք եք լինում, բոլորտեղ ստացել եք հանձնարարություն, որևիցե խախտում չկատարվի։ Ընտրակաշարք, որևիցե մի բան, որ օրենքի սահմանում լինի։ Դրա համար մենք մաքուր ենք, դա ժամանակավոր ուզում են ինչ-որ թիմին աշկը վախացնենք կամ ինչ անենք, ուրիշ ճանապարհ չկա։ Մենք մինչև վերջ գնալու ենք, մեր ներկայացնելու ենք, մեր ժողովրդի ցավն էլ տանեմ։ Մի բան բոլորը պետք է իմանան, Ծառուկյանը ինչ ասում է, իր ասածների արժեքն էլ գիտի, նշանակությունն էլ գիտի։ Եվ այսքան ժամանակ չի եղել Ծառուկյանը բառ ասի օդի մեջ, դադարք բառ ասի, այլ լիարժեք տեղին։ Մրցակիցների հանդեպ հարգանքն առաջին հերթին հարգանք է ժողովրդի նկատմամբ։ Քաղաքական պայքարում ԲՀԿ ղեկավարը չափազանց կարևոր է համարում բարոյական նորմերի պահպանումը, կրկին հորդորելով թիմակիցներին քարոզարշավն անցկացնել առանց վիրավորանքների, երբեք չթիրախավորել որևէ մեկի ընտանիքը։ Ես ասել եմ մեկ անգամ եւս նորից ասում եմ, որ մենք ոչ մեկին վրա ցեղ չենք շպրտելու, ոչ մեկին չենք վիրավորելու։ Մենք ներկայացնել ենք մեր ծրագիրը, բայց ով կփորձի մեզ վիրավորելու, ուրեմն անմիջապես իր պատասխանը ստանալու է։ Անձնաստանալու երբեք ընտանիք մտնել չկա։ Սա հիմնական մեր մեծությունն է, մեր բարձությունն է, մեր կլասն է, որ քաղաքականության մեջ ընտանիք մտնելը դա ճիշտ չի։ Որ մեզ վիրավորեն էլ միայն ու միայն իրեն, ընտանիք, դա մենք մոռանում ենք, դա հենց մեր մեծությունն է, մեր բարձությունն է։ Դա իմացեք ընդմիշտ, որ կարգը սա է։ Փաշինյանի եւ իշխող ուժի վարկանիշը կտրուկ անկում է ապրում, ասում է Սուրեն Սուրենյանցը։ Չկողմնորոշված ընտրողների մի հսկայական զանգված տեսնելով ԲՀԿ-ի հզորությունը գալիս է դեպի իրենց թիմը։ Հենց այս փաստն էլ սարսափեցնում է իշխանությանը, դրթելով գործի դնել 1-2-ին արանքից հանելու մարտավարությունը։ Նիկոլ Փաշինյանը երկու օր դիմացավ ծրագրային ընտրաշավի մեջ, երրորդ օրվանից արդեն լրիվ թիրախավորումների, պիտակավորումների այդ փուլում իքարեց առաջ ճակատագրական սխալ առանցքային 3 ընդդիմադիր ուժերի տեղավորեց Պիզամբյուղում, անունը դնելով պատերազմի եռագլուխ կուսակցություն, չնայած ինքը շատ է լավ գիտի, որ իրենց էլ տարբեր ենք, այլ մոտեցումներով էլ, թիմերով էլ, ծրագրերով էլ, խոսույթով էլ։ Հիմա Նիկոլ Փաշինյանին, եթե շատ պարզորակ ես խոսանք, դրդում են մորդովական մոդել կիրառել կամ ֆիլտրումներ անել։ Այսինքն, այդ 3 առանցքային ուժերից մեկին
գուցե երկուսին ընտրապայքարից դուրս դնել։ Ուրեմն եթե հանգարց հանգամանքները ձևավորվում են, օրինակ մենք ֆիլտրվենք, մենք ունենք պլան B եւ պլան G ունենք։ Ուրեմն մեր էլեկտորատը իմ շատ համեստ գնահատական կտան, որ չլինի ինքնագոհություն, ամենամոտիվացվածներից, էներգետիկ առումով ամենաակտիվներից մեկն է, եւ ունենք մենք մի առավելություն, որ մյուսները չունեն, ունենք շատ խարիզմատիկ առաջնորդ, այսինքն մեր էլեկտորատին դա կարգապահություն է հաղորդում, եւ առաջնորդի մի խոսքով էլեկտորատը կարող մոբիլիզացվի։ Հետևաբար մենք պիտի ազդակրենք, որ եթե իշխանությունը դրան նման ավանտյուրայի կամ սխալի, մեր էլեկտորատի ոչ մի ձայն չի փոշի անում։ Եվ ընդհանուր գործը, իսկն հունիսի 7-ի իշխանափոխության դարձնելը չի տուժելու։ Սա մեկ։ Հարամություն երկուսը այնա, որ ինքը ասենք երկուսի ֆիլտրի մոտավորապես Մոլդովայում տենց արեց։ Այս դեպքում իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալի, որ Հայաստանում ստեղծվելու է հեղափոխական վիճակ։ Դուք գիտեք առաջի օրվանից, երբ որ մենք սկսել ենք քարոզարշավը, ես նույնպես հայտարարել եմ, որ որից է մեկին 19 կուսակցություն մասնակցության, որևէ մեկին չքննադատեք, թթու բառ չասեք, չվիրավորեք, դուք ներկայացեք ձեր ծրագիրը, իրենք էլ իրենց ծրագիրը։ Ու այդպես էլ եղել է ու միանգամից հարցակում մեր վրա, ինչ է նշանակում, ուրեմն ուզում եմ որպես քաղաքագետ մի հատ բացատրես ինձ։ Ես մի քիչ այդ մարդուներ ճանաչելով երկար տարիներ շատ լավ հասկանում եմ, որ ինքը ցայկոտի մեջ է։ Ինքը սխալի վրա հանում է։ Յումպերի պատանդ է դառը։ Այս ձևով ինքնընդհանրապես իր էլեկտորատը չի կարող մեծացնել։ Այն ինֆորմացիա կա, իշքան մեծ դիվանագիտական աշխատանք են թափել, որ Թրամփի հետ դատարկ թուղթ ստանան։ Իրականում է թուղթը Հայաստանի դեմ թուղթ է, որովհետև բացահայտորեն ասում է, ես ձեր ղեկավարին օգտագործում եմ իմ աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար։ Մոտավորապես անալոգիա անելով իշխանության վերարտադրություն Սյունիքի դիմաց գործարկատերում։ Դասական քաղաքագիտության մեջ սովորաբար ընդդիմությունն է հանդես գալիս արմատական քննադատությամբ, բայց Հայաստանում պատկերը հակառակն է։ Իշխանությունն ինքն է ընդդիմության դեմ կիրառում ագրեսիվ հռետորաբանություն, նշում է արտակարգ լիազոր դեսպան Արա Այվազյանը։ Սա վկայում է մեկ բանի մասին. վարչակարգը խուճապի մեջ է եւ հանրությանը փորձում է վախեցնել պատերազմով։ Ասում են երկու անգամ նույն գետը չես մտնի։ 18 թվականին մեր հասարակությունը բաժանվեց սև ու սպիտակների, մերոնց ծերոնց նախկիններ ներկաներ, մի անգամ անցավ։ 21 թվականին խոստացան, որ խաղաղություն կբերեն, եւ հիմա ասում են, որ ժողովրդական խաղաղությունը եկել է։ Եվ մեր կոնցեպտը երաշխավորված խաղաղության ամբողջովին կարծում եմ ընդունվել է ժողովրդի կողմից, որտեղ բոլորս ենք ուզում խաղաղություն եւ մեզ հենց ընտրապայքարից նույնիսկ առաջ մեզ պիտակավորեցին, որ մենք պատերազմի կուսակցություն ենք եւ հարցը հետեւյալն է։ Մեր ժողովուրդը շատ լավ արդեն հասկանում է այդ վաղը հաղթարել է։ Ինչ տեսակի խաղաղության մասին է խոսքը։ Այն խաղաղությունը, որը մեզ պարտադրվում է ուժով, սպառնալիքով, մեր արժանապատվությամբ հաշվին։ Մեր ժողովուրդը, ասում եմ, այս ողջ ընթացքում հասկացավ, որ այսպիսի խաղաղություն առաջինը մեզ համար ընդունելի չի, եւ երկրորդը երկարատև չի, կայուն չի։ Այն ինչ որ մենք ենք առաջարկում, դա մեր արժանապատվության, մեր շահերի հաստատակամ պաշտպանության եւ ուժերի հավասարակշռության միջոցով ապավել երկարատև խաղաղություն, որը հնարավորություն կտա եւ ունենալ եւ հզոր տնտեսություն, եւ լուծել մեր բոլոր սոցիալական խնդիրները եւ բարենպաստ մթնոլորտ ստեղծել մեր տարածաշրջանում, ինչպես դուք ասացիք, պարոն Թորոկյան, ոչ մեկ չի ցանկանում թշնամի ունենալ։ Գործող իշխանությունների մարտավարությունը հետեւյալն է, ժողովրդական լեզվով ասած գաստար, որ դիմացիները վախենան, այստեղ վախեցող չկա։ Մենք էլ միջև հաշ գնալու ենք եւ իսկապես վստահ եմ, որ ժողովուրդը մեզ կաջակցի։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջարկ Հայաստանի ծրագրի շրջանակներում առաջինն էր, որ դեռևս ամիսներ առաջ շրջանառության մեջ դրեց երաշխավորված խաղաղության թեզը, պարոն Ծառուկյանի կողմից առաջ քաշված, եւ հենց այս թեզն էր, որը շատ լայն տարածում գտավ, ընդհանուր նաև որոշակի ինֆորմացիոն աղբյուր հանդիսանալով տարբեր քաղաքական ուժերի համար, որպեսզի նրանք եւս օգտագործեն եւ կիրառեն այս թեզը, սակայն առաջինը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն էր եւ առաջարկ Հայաստանի ծրագիրը։
Մայր Հայաստան կուսակցության անդամ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ անձնական դաշտ չներքաշվելով միաժամանակ չի կարող գնահատական չտալ իշխանության գործելավոճին։ Իրենց կուսակցության առաջնորդի կալանավորման ու իշխանությունների բռնի վարքագծի այլ դրսևորումների մասին պատրաստվում են նամակով դիմել իրավապաշտպան կառույցներին։ Իշխանությունները չէին սպասում այսպիսի թռիչքային զարգացում վարկանիշի իմաստով, իրանք ունեին այլ թիրախներ, այդ այլ թիրախներով էին զբաղված, բայց երբ որ տեսան իրավիճակը կտրուկ փոխվում է եւ Բարգավաճ Հայաստանը դարձել է արդեն առաջատար ուժերից մեկը, իշխանությունները որոշեցին գնալ կտրուկ եւ ոչ իրավաչափ քայլերի։ Ասեմ ձեզ որպես նորություն, որ մենք պատրաստվում ենք նամակով եւ պահանջներով դիմել միջազգային բոլոր հեղինակավոր իրավապաշտպան կառույցներին դատապարտելու եւ գնահատական տալու իշխանությունների այս բռնի քայլերին։ Այս քայլերը կարող են լրջորեն ազդել ընտրության լեգիտիմության արդյունքի վրա։ Փորձ է արվում Հայաստանում հաստատել բռնատիրական ռեժիմ, ստալինյան ռեժիմ։ Քաղաքական թիմի անդամ Էլինար Վարդանյանը մանրամասն ներկայացնում է այն աշխատանքը, որ քարոզարշավի հենց սկզբից տանում են միջազգային կառույցների գործընկերների հետ եւ սեփական եւ նրանց նախաձեռնությամբ։ Միջազգային մեր գործընկերներին ներկայացրել են ողջ իրավիճակը, ներկայացվել է նրանց տեղեկանք, թե իշխող ուժը ինչպիսի խոսունքով է հանդես գալիս, ինչպիսի խախտումներ է իրականացնում քարոզարշավի ընթացքում եւ միևնույն ժամանակ ակնկալել ենք, որ մեր կողմից ներկայացվող խնդիրները պատշաճ տեղ կգտնեն նրանց կողմից կազմվող զեկույցում։ ԵԱԿ-ի միջանկյալ զեկույցի սկզբնամ ասում, այսպես ասեմ, կարելի է գտնել որոշակի անդրադարձ, բայց մենք դրանից հետո կրկին հանդիպել ենք իրենց հետ եւ կրկին ներկայացրել ենք մեր կողմից հիմնավորումներն ու փաստարկները եւ ակնկալում ենք, որ առաջիկա զեկույցը, որը կլինի վերջնական, օբյեկտիվորեն կներկայացնի ողջ նախընտրական քարոզարշավը եւ օբյեկտիվորեն կանդրադառնա ինչպես իշխող ուժի կողմից խախտումներին, այնպես էլ իրավական գործընթացներին, որոնք էլի օրենքի եւ իրավունքի խախտումով են իրականացվել, ընդ որում մենք մեր հանդիպումների ընթացքում հենց միջազգային կառույցներին շեշտում ենք, որ մեր համագործակցությունը կախված է նաեւ իրենց քայլերից։ Այսինքն այս պարագայում, երբ միջազգային կազմակերպությունները լուր են կամ չեն տեսնում կամ չեն լսում, դա ստեղծելու է նախադրյալ նաեւ հետագայում իրենց նկատմամբ ոչ միայն վստահության անպան, այլ նաեւ որպես գործընկեր դիտարկելու սնանկ լինելու։ Բոլոր դեպքերը հատ-հատ տեղ են գտել իրենց ներկայացրած փաստարկներում, վարչապետի ատելության խոսքից մինչև սպառնալիք ուղղված թե քաղաքական ուժերին, թե շարքային քաղաքացիներին։ Մյուս կարևոր հարցը, որի մասին ուզում եմ խոսել, դա վիրավորանքի եւ զրպարտության գործերով պատրաստվող հայցադիմումներն են։ Այս ընթացքում իրավական process-ը սկսվել է, այսինքն պատրաստվում են հայցադիմումները եւ կներկայացվեն դատական ատյաններ եւ Պատվիրամունքների եվրոպական դատարան ներկայացվել է արդեն դիմում, որը վերաբերում է ընդդիմադիր ուժի կողմից իր քարոզչությունը իրականացնելու այս իշխանության կողմից ուղղված քայլերին, խոչընդոտներին, այդ թվում նաև Անդրանիկ Թևանյանի շինց ու քրեական գործի եւ կանոնավորմանը։ Շատ հաճախ լրագրողները հարցնում են, արդյոք մենք վստահում ենք իրավապահ համակարգին եւ դատարանին, որ մի հատ էլ այսպիսի հայցադիմումներով փորձելու են դիմել դատարան։ Ես պատասխանում եմ, որ սա իհարկե ընտրության հարց է։ Կամ մենք պետք է լինենք նիկոլ, կամ մենք պետք է ընտրենք քաղաքակիրթ ճանապարհը։ Եվ մենք ընտրում ենք քաղաքակիրթ ճանապարհը ամենևին միամիտ չլինելով եւ չվստահելով մեկ անձին ծառայող իրավապահ համակարգին եւ դատական համակարգին։ Եվ այո, իրավապահ համակարգը շարունակելու է ծառայել Փաշինյանին, բայց այս վիճակը հավերժ չի լինելու եւ հենց այդ նույն իրավապահները, ովքեր այսօր կայացնում են ապօրինի որոշումներ, վաղը իրենց ձեռքով որոշումներ են կայացնելու այսօրվա իշխանության ներկայացուցիչների դեմ։ Ասֆալտից հետո իշխանությունների հաջորդ հմկահարման թեման դպրոցաշինությունն է։ Սրանի պատասխան Լուիզա Սարգսյանը բերում է միանգամից մի քանի հարյուր, այդ թվում սահմանապահ յուղերի դպրոցների փակվելու փաստը։ Ես այս ընթացքում ստանում եմ շատ ահազանգեր, սահմանամերձ, սահմանապահ գյուղերից պետք է ասեմ, ցավոք սրտի մենք ապրում ենք այդպիսի վախի մթնոլորտում, որ այսօր քաղաքացիները, նույնիսկ դպրոցի տնօրենները, երբ որ զանգահարում են եւ խոսում են այդ խնդիրների մասին, ուզում են անանուն մնալ։ Նիկոլ Փաշինյանը ինչպես ժամանակին հայոց բանակը ավերակ անվանեց, ասեց իրենց բանակ կոչվածը ավերակ է, մենք մի կողմ ենք դրել եւ զրոյից ստեղծել ենք բանակ։ Հիմա սահմանապահ գյուղերի դպրոցները անվանում է ավերակ։ Ասել են հանրապետությունում
Գյումրում որևէ դպրոց չի փակվում, հանրապետությունում փակվում են ավերակներ, բացվում են դպրոցներ։ Հարգելի գործընկերներ, այդ ավերակները մեր երկրի սահմանապահ գյուղերի դարպասներն են։ Չկա գյուղում դպրոց, չկա գյուղ։ Ես պետք է նշեմ, որ արդեն շատ մարդիկ այդ գյուղերից բռնել են արտագաղթի ճանապարհը, սա այն գյուղերն են, որ Ադրբեջանի հետ ընդամենը մի քանի մետր են բաժանում եւ այստեղ սպասում երևի թե Ալիևի այն խոսքերն են իրականանում, որ այսօր չենք գալու զենքերով, գալու ենք ավտոբուսներով, ինչպես էր ասել, այդ այնպես տարածության գյուղեր են, որ այդտեղ ավտոբուսեր պետք չի, այդքեր ոտքով կարելի է հասնել։ Եվ վերջապես այս քարոզարշավի թևավոր խոսքը, որի հեղինակը դարձավ ԲՀԿ առաջնորդը։ Ձեր ասած արտահայտությունը ես իմ կլասի մեջ եմ մնում արդեն դարձել է թևավոր, բայց նաև պետք է ասեմ, որ մեր ժողովուրդը մի այսպիսի հատկություն ունի, ռուսերեն բառերը վերցնում է, դարձնում է հայկական բառ ու շատ լավ օգտագործում է, ռուսերենում մի այսպիսի գեղեցիկ խոսք կա, դաստոյնի, որը հայերենում էլ է շատ գեղեցիկ, արժանապատիվ, եւ ես պետք է ասեմ, որ այս շփումների ընթացքում շատ քաղաքացիներ մեզ ասում են, մենք տեսնում ենք, թե հակառակ կողմից ինչ խոսքեր, ինչ վարքագծի տեր են մարդիկ, բայց դրա հետ մեկտեղ, թե ինչքան դաստոյնի դուք եւ պարոն Ծառուկյանը եւ ձեր թիմը տանում եք այս քարոզարշավը եւ շփվում եք մեր քաղաքացիների հետ։ Քարոզարշավին մնացել են հաշված օրեր։ Գագիկ Ծառուկյանը հորդորում է թիմակիցներին շարունակել աշխատանքը, որթեգրած սկզբունքին հավատարիմ։ Մեկ շաբաթ է մնացել, շատ շնորհակալ եմ, շատ լավ աշխատել եք, այդ ձեր աշխատանքի արդյունքն է, որ ժողովուրդը այսօր այսքան ողջավորված, ցանկացած հանդիպումների ինքնաբուխ գալիս են, լսում են իրենց խոսքերն ասում են, շարունակում եք այս 7 օրը առանց հանգստի արձանագրում եք իրենց ցանկացած առաջարկ, արգանքով քաղցր ժողովրդի ջերմ։ Արջևում հագեցած ու ակտիվ աշխատանքն է, որի արդյունքները կամփոփվեն հաջորդ հանդիպմանը։